Բարի կեսօր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, մենք շարունակում ենք մեր եթերը եւ այժմ առաջարկում ձեզ տեղափոխվել գրքերի մեծ աշխարհ, որովհետեւ մայիսի 29-ին, 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին շուրջ 4 օր հայկական գրքերի մեծ փառատոն է սպասվում Մոսկվայում։ Մեր տաղավարում են Կարդալով հարթակի համահիմնադիր, Կարդալով գրքի փառատոնի կազմակերպիչ Տաթև Սարդարյանը եւ Կարդալով գրքի փառատոնի հյուր, գրող գրականագետ Հովիկ Չարխչյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար եւ պատմեք ինչպես եք։ Հիասքանչ, փառահեղ, ձեր լուսավոր գեղեցիկ տաղավարում շնորհակալ ենք հյուրընկալելու համար։ Ձեզ ենք շնորհակալ եւ կարծում եմ նաեւ շատ քիչ ժամանակ է մնացել մայիսի 29-ին արդեն եւ խառը պատրաստությունների մեջ եք, ինչպես ասում են։ Գիտեմ, որ առաջին անգամ է տեղի ունենալու նմանատիպ գրքերի փառատոն Մոսկվայում։ Երևի սկսենք պատմությունից, թե ինչպես գաղափարն առաջացավ այս փառատոնը տանել Մոսկվա։ Այո, Կարդալով գրքի փառատոնը առաջին անգամ է Մոսկվայում կազմակերպում, բայց մինչև Մոսկվա հասնելը մենք ունենք շատ մեծ նախապատմություն Հայաստանում։ 3 տարի շարունակ Կարդալով գրքի փառատոնը կազմակերպվել է Երևանում եւ փառատոնի առաջնային նպատակը եղել է մարդկանց ավելի մոտեցնել գրքին, գրականությանը, մեծացնել հետաքրքրությունը ընդհանրապես ընթերցանության հանդեպ եւ դա անել սիրված արտիստների, դերասանների, գրողների եւ գրականագետների օրինակով եւ փառատոնը բավականին սիրվեց, որն արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև շատ հրավերներ ստացանք մեր Սփյուռքի հայրենակիցներից, տարբեր երկրներից գրում էին, իսկ երբ եք մեզ մոտ լինելու, երբ եք գալու այս քաղաքային քաղաք եւ այդտեղից հասկացանք, որ իրականում հայկական գրքերի եւ հայ հեղինակներին ծանոթանալու մեծ անհրաժեշտություն կա նաեւ Սփյուռքում եւ սկսեցինք մտածել արդեն առաջինը Մոսկվայի ուղղությամբ։ Այստեղ մեր խնդիրը մեկը չէ, միայն գրքերին մոտեցնելը չէ, այլ նաև հայերեն, հայալեզու գրքերը այնտեղ հասանելի դարձնելն է, որովհետև այո կան շատ ընթերցողներ այնտեղ, որ սիրում են գրքեր, ընթերցասեր են, բայց հայերեն կարդալու հնարավորություն չունեն, ինչպես նաև հայ հեղինակներին տեսնելու, նրանց հետ մոտիկից շփվելու հնարավորություն չունեն։ Հիմա այս փառատոնը լուծելու է այդ խնդիրները եւ 4 օր մի շարք հայ գրողների, գրականագետների, նաև արտիստների հետ մեր Սփյուռքի հայրենակիցներին Մոսկվայում գտնվող կծանոթացնենք, կներկայացնենք հայերեն եւ հայկական գրքերը։ Գրողներից մեկն էլ հենց Հովիկ Չարխչյանն է, ում գրքերը եւս ներկայացված են լինելու այնտեղ։ Պարոն Չարխչյան, խնդրեմ նաեւ ձեր մեկնաբանությունը, ինչ տպավորություն ունեք, որ այսպիսի փառատոնը նաեւ արդեն կարողանում ենք Մոսկվա տանել։ Որպեսզի պատկերացնեք իմ տպավորության ծավալները, ես ընդհանրապես հետեւյալն ասեմ, բոլորը նրանք ովքեր ինձ գիտեն, որ ես Հայաստանից դուրս չեմ գալիս ընդհանրապես։ Ուսա եզակի դեպք է, երբ ես պատրաստվում եմ մեր երկրի սահմանները լքել։ Հաստորեն միայն գիրքը ձեզ կարող է եւ գիրքը եւ Լևոնի ու Տաթևի այդ նախանձախնդիր վերաբերմունքը այդ ամեն ինչի նկատմամբ եւ այդ ծավալները եւ այն բոլոր նպատակները, որոնք պիտի իրագործվի։ Գիտեք, սովորաբար մեր երկրում գրքի փառատոնները քիչ չեն, ամեն տարի բազմաթիվ փառատոններ են կազմակերպում, բայց տպավորությունը այսպեսին է ստացվում, որ յուրաքանչյուր փառատոն ավելի շատ գիրք վաճառելու փառատոն է դառնում, քան գրքի գրականության մշակույթի։ Տաթևից կազմակերպված փառատոնը այդ իմաստով որակական առումով շատ տարբեր է։ Ես 3 տարի անընդհատ մասնակցել եմ եւ կարող եմ վկայել ու այն, որ ես իրոք սիրով համաձայնեցի հենց այդպես կիլոմետրերը կտրել մի քանի օր շարունակ լինել օտար քաղաքում, դրա լավագույն ապացույցներից մեկն է։ Ու կուզում նաև ձեր ուշադրությունը կարևոր փաստի վրա էլ հրավիրել, փորձեք հիշել վերջին տարիներին կամ տասնամյակներին նույնիսկ կարող եք հիշել որևէ գրքի խոշորածավալ, հայ գրքի խոշորածավալ փառատոն Հայաստանի սահմաններից դուրս։ Ես անկեղծ ասած մինչ եթերն էլ փորձում եի հիշել եւ չէի մտաբերում ոչ մի նման դեպք։ Այն ինչ որ պիտի աներ պետությունը ու չի արել, այսօր ընդհանրապես մի կազմակերպություն իր սուղ հնարավորություններով սահմաններում փաստորեն կարողանում է իրագործել։ Մեր մոտ այսպիսի բան կա, չէ՞, ամեն տարի մասնակցել որևէ գրքի միջազգային ցուցահանդես փառատոնի, որ ինչպես է այդ ամեն ինչը կատարվում։ 14 հոգի 10 գիրք թևատակերին մեկնում են որևէ երկիր, տանում են 10 գիրք, որը ոչ մեկին պետք չի ոչ Հայաստանում, ոչ այդ երկրում,
հասկացնում են այդ օրերը այնտեղ, հետո ձեռները թափ տալով վերադառնում են առանց արդյունքի, առանց որևէ բանի, ու անունը դնվում է, որ Հայաստանը մասնակցեց այս կամ այն երկրի գրքի փառատոնին։ Մենք ցավոք այդ դաժան ավանդույթը ունենք ու շարունակում ենք ունենալ։ Հիմա մենք պատրաստվում ենք փոխել նաև այդ իմաստով վերաբերմունքը, այսինքն մենք գնում ենք այնտեղ ոչ միայն ներկայացնելու մեր մշակույթը, այլ գործարար մարդկանց հետ մշակութային ծրագրեր մշակելու, փորձելու այդ ամեն ինչը բերել Հայաստան, իրականացնել այդ սահմաններում, որքանով կհաջողվի ես դեռ չգիտեմ, բայց մենք անպայման այդ ամեն ինչը փորձելու ենք այնտեղ անել։ Ես առաջարկում եմ այս պահին դիտենք փառատոնի մասին պատմող փոքրիկ հոլովակ, որպեսզի մեր հեռուստադիտողները եւս ծանոթանան եւ ապա շարունակենք մեր զրույցը։ Կարդալով գրքի փառատոնը 3-րդ տարին ենք իրականացնում։ Դիտեցինք հոլովակը, այժմ առաջարկում եմ խոսենք հենց բուն փառատոնի ծրագրից, գիտեմ, որ լինելու են մի շարք գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, սիրված արտիստների, դերասանների, գրողների հետ, եկեք մի փոքր բացենք փակագծերը։ Սիրով, նախ ուզում եմ նշել, որ մեզ հետ հենց Հայաստանից են ժամանելու գրողներ, արտիստներ, որոնցից ինչպես արդեն հասկացաք, մեկը պարոն Չարխչյանն է, մեծ պատիվ ունենք պարոն Չարխչյանի գրքերը այնտեղ ներկայացնելու, իրականում քանի որ գրքերը այն բոլոր հեղինակները, նաև տանում ենք իրենց գրքերը շնորհանդեսներ չեն ունեցել Մոսկվայում, բոլոր հանդիպումները, այսպես ասած, գրքի շնորհանդես եւ հանդիպում են, այսինքն այդ միջավայրում, այդ երկրում առաջին անգամ գրքերը ներկայացվում եւ բոլոր հանդիպումները սկսվելու են գրքերի շնորհանդեսով, գրքերը ներկայացնելու են, գրքերում ներառված գաղափարները եւ այնուհետեւ ունենալու են հետաքրքիր քննարկում։ Բացի Հովիկ Չարխչյանից մեզ հետ է լինելու նաեւ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանը, ժամանակակից գրող ստեղծագործող Գոռ Հարությունյանը եւ բացի նրանց գրքերից մենք մեզ հետ տանելու ենք նաեւ այլ ժամանակակից գրողներին ու ոչ միայն ժամանակակից, նաեւ դասական գրողների գրքեր, Համլետ Արաքելյանը, Գրիգը, դասականներից Մուրացան, Ռաֆի, Շիրվանզադե, առհասարակ ցենց բոլոր հայ մեծանուններին փորձելու ենք անդրադառնալ։ Մանե Մխոյանն է մեզ հետ լինելու եւ այնտեղ գործունեություն ծավալող որոշ արտիստներ նույնպես կմիանան։ Փորձելու ենք այնպես անել, որ 4 օր շարունակ մեր հյուրերը այնտեղ լինեն, որ միջոցառումից զատ մարդիկ կարողանան նաեւ մոտենալ, շփվել, ինչու ոչ գրքերը մակագրությամբ ձեռք բերել եւ հատկանշական է, որ բացի գրական քննարկումներից եւ հանդիպումներից մենք նաեւ անդրադարձ ենք կատարելու անձնական աճին, բիզնեսին, գործարարությանը եւ այնտեղ ունենալու ենք նաեւ պանելային քննարկումներ, նեթվորքինգներ գործարարների, հայ գործարարների շրջանում, քանի որ հայ գործարարն էլ ինքնակրթության մեջ պետք է իրեն դրսևորի, ինքնակրթության ճանապարհին գրքերը շատ մեծ դեր ունեն եւ այնտեղ ունենալու ենք պանելային քննարկում բիզնեսի աճի, մասշտաբավորման մասին, ելի Հայաստանից մեզ հետ գործարարներ, ինքնակրթվող գործարարներ են գալու, ովքեր պետք է օրինակ ծառայեն երիտասարդներին եւ ոչ միայն ինքնակրթվել նաեւ գրքեր կարդալով։ Եկեք նաև նշենք ովքեր են նրանք, ովքեր են խոսնակները այդ պանելային քննարկումների, եթե կարող ենք։ Բիզնես հանդիպման մասնակիցներից են Լևոն Ստեփանյանը, ով կարդալով հարթակի համահիմնադիրն է, BS Cosmo բիզնես ակումբի հիմնադիր Անդրեյ Հայրյանը, ով նաև բիզնեսներ ունի եւ Մոսկվայում եւ Հայաստանում, Ալբերտ Արաքելյանը, ով իրավաբանական ընկերություն ունի Հայաստանում եւ հավանաբար Մոսկվայից մեզ կմիանան գործարարներ, այնտեղ մենք ունենանք շատ մեծ նեթվորքինգ եւ
փորձենք գտնել համագործակցության որոշակի եզրեր Սփյուռքում գործունեություն ծավալող գործարարների եւ Հայաստանում գործունեություն ծավալող գործարարների միջև, գտնել հնարավոր բոլոր եզրերը, որ երկուստեք արդյունավետ լինի համագործակցությունը։ Այսինքն փառատոնը կարող ենք ասել, որ բազմապրոֆիլ է եւ կհետաքրքրի թե երիտասարդներին, ովքեր պարզապես ուզում են ծանոթանալ գրքերին եւ հեղինակներին, եւ թե բոլոր նրանց, ովքեր օրինակ ունեն բիզնես կամ ցանկանում են ստեղծել, լսել հետաքրքիր խորհուրդներ ու քննարկումներ։ Այո, փառատոնը բազմապրոֆիլ է ոչ միայն այդ տեսանկյունից, մենք նաեւ ունենալու ենք հեքիաթի ժամեր, հաշվի առնելով, որ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, մենք հունիսի 1-ին ունենալու ենք հեքիաթի ժամեր եւ արդեն նշեցին կանոնները մեր հյուրերի, փորձենք այնպես անել, որ հերթով, այսպես ասած, հեքիաթներ ընթերցեն մանուկների համար եւ բազմապրոֆիլ է նաեւ արվեստի, կրոնի, պատմության եւ մշակույթի տեսանկյունից, որովհետեւ փառատոնը տեղի է ունենալու Տապան թանգարանում, Ռուսաստանում, Մոսկվայում հայկական եկեղեցական համալիրի տարածքում, որտեղ հայ մեծանուն արտիստների գործերն են փակցված եւ ուրարտական ժամանակաշրջանից շատ գտածոներ եւ պատմական շատ տարբեր իրեր եւ այցելուները ոչ միայն գրքի փառատոնի են մասնակցում, այլ նաեւ մեծ արվեստի ցուցադրության։ Պարոն Չարխչյան, հետաքրքիր է ձեր որ գրքերն եք ընտրել ցուցահանդեսին ներկայացնելու համար փառատոնին։ Անկեղծ ասած, ընտրությունը ես չեմ կատարել, իրենք են կատարել, ես ընդհանրապես փորձում եմ աջակցել, որպեսզի հավուր պատշաճ է ամեն ինչը ներկայացվի այնտեղ։ Գիտեք, մենք հիմա գնում ենք մի տեղ, որտեղ հոց հայկական համայնք գոյություն ունի, բայց այդ հայկական համայնքը միշտ չի, որ ամուր թելերով կապված է հայաստանյան մշակույթի հետ, հենց թեկուզ հրատարակչական ամեն արտադրանք չի, որ այստեղից այդպես հեշտությամբ հասնում է Մոսկվաները եւ մեր ընթերցողները հնարավորություն ունեն կարդալու այն, ինչ որ ասենք Երևանցին կարող է գրախանութից արագ ձեռք բերել, նաեւ այդ բացն ենք փորձում լուծել, բացի այդ գրող ընթերցող ամիջական շփումը միշտ արդյունավետ է, երկուստեք միշտ արդյունավետ է, ես ամեն հանդիպումներից հետո դա միշտ զգացել եմ, որ շատ կարևոր է լսել այն մարդկանց, ում հասցեագրված է քո գիրքը, նրանց դիտողությունները, նրանց առաջարկությունները, տպավորությունները, հիմա այդպիսի մի հնարավորություն է։ Մյուս կողմից մենք էլ իրենց ասելիք ունենք։ Մենք էլ իրենց ասելիք ունենք, ու այդ ասելիքը պայմանավորված է հետևյալում։ Նախապատվությունը տալ լավ մշակույթին, բարձր մշակույթին, վազ չտալ էժանագին բաների հետևից, կարողանալ տարբերակել լավը վատից, արժեքավորը անարժեքից, ցավոք մենք այսօր նաև հակառակ պատկեր ունենք, դուք մեզնից էլ լավ է ամեն ինչը գիտեք, այդ երկխոսությունը այդ իմաստով երկուստեք շատ կարևոր է ու կարծում եմ, որ բավականին արդյունավետ կլինի։ Պարոն Չարխչյանը իր նախորդ խոսքում հետաքրքիր մի բան նշեց, որ շատ դեպքերում փառատոնները կարծես դառնում են հենց գիրք վաճառելու միջոց, ինչպես եք դուք անում, որպես իհարկե վաճառքը եւս կա, իր դերը ունի, բայց հիմնական գաղափարը, այսպես ասած, մնա գրքերին ծանոթացնելը եւ այդ երկուստեք երկխոսությունը գիրք եւ ընթերցող, հեղինակ եւ ընթերցող կապը ստեղծելը։ Այո, ես համաձայն եմ պարոն Չարխչյանի հետ, մենք մեր բոլոր փառատոնների ընթացքում փորձել ենք հնարավորինս ուշադրությունը կենտրոնացնել հյուրերի, գրողների եւ գրականության շուրջ եւ դա փորձել ենք անել նմանատիպ միջոցառումներ կազմակերպելով, այսինքն մարդը երբ մտնում էր փառատոնի տարածք, իհարկե գրքերը ցուցադրված են, բայց զուգահեռաբար, օրինակ մեր Երևանի փառատոնի ընթացքում զուգահեռաբար 3 միջոցառում է ընթանում տարբեր սրահներում, հա, մի սրահում որևէ ժամանակակից գրողի հետ հանդիպում է, մեկ այլ սրահում պոեզիայի ժամ է, մեկ այլ սրահում էլի բիզնես միջոցառում է, այսինքն մենք այնպես ենք անում, որ մարդը հայտնվեց այդ տարածքում, նա միանգամից գտնի իրեն հետաքրքրող մեկ այլ միջոցառում, մտնի միջոցառման սրահ եւ արդեն միջոցառումից պիտի բխի ինքը ինչ է ուզում կարդալ։ Հա գրքերը այստեղ ուղեկցող բաղադրիչ են, երբ դու լսում ես գրողին, գրականագետին, քեզ հետաքրքրում է, դու կարող ես մոտենալ, իր գիրքը վերցնել, թերթել կամ գնել, թե ոչ դու որոշես, բայց նման միջոցառումները կենտրոնացումը ավելի շատ պահում են հենց գրականության վրա։
Վստահ եմ, որ փառատոնի կազմակերպման ընթացքում շատ բարդություններ եւ դժվարություններ եք ստիպված լինում հաղթահարել, հատկապես այս պարագայում, երբ Հայաստանից դուրս է կազմակերպվում, ինչ հիմնական դժվարություններ կան, որ հաղթահարել եք այս ընթացքում։ Դժվարություններից երևի մեծ մասը հաղթահարել ենք արդեն, կարելի ասել ամեն ինչ գրեթե պատրաստ է, մենք էլ շուտով մեկնելու ենք, շատ դժվար էր մեր հյուրերի գրաֆիկները հարմարեցնել, որովհետև բոլոր ովքեր մեզ հետ գալիս են շատ պահանջված մարդիկ են, տարբեր միջոցառումների են միշտ հրավիրված եւ դեռ շատ վաղուց ենք փորձել բոլորի հետ համաձայնեցնել, որ կարողանանք մեզ հետ միասին ճամփորդել, լինել Մոսկվայում, մեկ այլ բարդություն ենք ունեցել գրքերի տեղափոխման հարցում, քանի որ իսկապես հսկայածավալ գրքեր ենք տանում Հայաստանից Մոսկվա եւ տանում են գրքեր, որոնք վստահ չենք, որ բոլորը կվաճառվեն, թե ոչ, այսինքն մենք գիտակցաբար գնում ենք այդ ռիսկին, նաեւ չգիտենք, թե ինչքան մարդ կայցելի, բայց չպետք է լինի այնպես, որ այցելուն գա, ուզենա հայերեն գիրք ձեռք բերել ու այդ գիրքը չլինի տեղում, բայց դա էլ ենք պատվով հաղթահարել։ Հիմա մեր մյուս դժվարությունը Սփյուռքում բնակվող, Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներին իրազեկելն է փառատոնի մասին։ Դա փորձում ենք անել իհարկե տարբեր գովազդային հարթակների միջոցով, հեռուստատեսային եթերով եւ եթե հնարավոր է այստեղից հենց ուզում եմ իմ ուղերձը հղել Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, որ կարող եք Մոսկվայում նաև Հայաստանում բնակվող հայրենակիցները իրենց Մոսկվայի բնակ ընկերներին, բարեկամներին կարող են տեղեկացնել այս փառատոնի մասին, ուղղորդել փառատոնին մասնակցել եւ կարծում եմ, որ սա էլ կհաղթահարենք։ Մեր գործընկերներից մեկը մեր Երևանյան փառատոնի ընթացքում մի հետաքրքիր միտք արտաբերեց, ասաց նույնիսկ եթե այս փառատոնին մի հոգի եկած լիներ, մենք մեր բոլոր ջանքերը միևնույն է արդարացված կհամարենք։ Հիմա իհարկե ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ իմանա եւ գա, բայց եթե նույնիսկ պիտի մի հոգի գա եւ մի հոգի էլ ձեռք բերի, այդ պարագայում էլ մենք ամեն ինչ արդարացված կամարենք, չնայած որ արդեն նախնական գրանցումներով 1000-ից ավել գրանցումներ ունենք։ Եվ հետո փաստորեն Հայաստանում փառատոնը արդեն 3 տարի շարունակ հաջողել է։ Վստահ եմ, որ առաջինը գուցե մի փոքր դժվար, բայց այնուամենայնիվ կտանի դեպի հաջողության նաև Մոսկվայում եւ մյուս բոլոր քաղաքներում եւ երկրներում։ Կուզենամ այստեղ նշենք նաև հաջորդ երկիրը որն է լինելու, որտեղ պետք է գնանք։ Հաջորդը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է լինելու եւ դա էլ հաջողությամբ հաղթահարելուց հետո ամենայն հավանականությամբ կլինենք եվրոպական մի շարք երկրներում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս այս տարի եք նախատեսել։ Այո, մինչև տարվա վերջ, եթե ամեն ինչ հարթ ընթանա ըստ մեր պլանների, մինչև տարվա վերջ նաև կլինենք ԱՄՆ-ում, որ 2026 թվականը սկսենք արդեն Եվրոպայում մեր շրջագայություններին նախապատրաստվելով։ Պարոն Չախչյան, նաև հետաքրքիր է, քանի որ դուք էլ նշեցիք, որ գրքերի փառատոնները բազմաթիվ են եւ ամենատարբեր հետաքրքիր ծրագրերն են կազմակերպվում, ինչով ձեզ գրավեց հատկապես կարդալով փառատոնը։ Նախ ինձ ներկայացրեցին, թե ուր ենք գնում ու ինչ ենք պատրաստվում անել։ Գիտեք, ձեզ մոտ եղել է դեպք, երբ որևէ մեկը լավ գործ է նախաձեռնում ու դուք գնում միանում եք, օգնում եք իրեն, աջակցում եք իրեն, միայն այդ մասին մտածելով, ոչ թե որ դուք եք այնտեղ, դուք եք, չգիտեմ, ինչ որ իմաստով շահողը դուրս գալու բան։ Իմ մոտ ավելի շատ այս պահին խոսեց իմ ընկերներին օգնելու, աջակցելու այդ մղումը ու այս առաջին անգամից մենք շատ երկար ենք համագործակցում, երկար տարիներ, այդ կապը միշտ եղել է, այսպես անշահախնդրորեն մեկս մյուսին աջակցելու, ինչի չանել նաև այդ հիմա, չհասնել հեռուները, երբ որ նպատակը շատ լավն է, շատ վեհ է, ծառայելու է մեր մշակույթին, մեր գրականությանը, մեր արվեստին եւ նաեւ մեծ օգնության ձեռք է բոլոր նրանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, բայց գրականության կարիք ունեն, կարդալու, իմանալու, ճանաչելու պահանջ ունեն։ Տեսեք, մենք հիմա այսպես մտահոգվում ենք, չէ՞ որ այ ոնց է լինելու այնտեղ, արդյոք կգան, ես համոզված եմ, որ գնից չի պիտի չգան։ Չէ՞ որ իրենք այդ ամեն ինչի պահանջը շատ ավելին ունեն, քան մենք։ Այդ ամեն ինչը արվում է իրենց համար, ոչ թե մեր համար։ Մենք ինքներս փառքաստու այստեղ ունենք եւ գիրք ձեռք բերելու եւ կարդալու եւ ամեն ինչ անելու հնարավորություն։ Մենք շահագրգռող կողմը չենք, մենք ուղղակի հնարավորություն ենք ուզում ստեղծել իրենց համար։ Շահագրգռողը իրենք պիտի լինեն, իրենք պիտի ցանկանան, որ այդ ամեն ինչը Մոսկվայում կայանա։
Իհարկե մենք արդեն իսկ խոսեցինք փառատոնի եւ այսպիսի փառատոնների նպատակների եւ ազդեցության մասին, բայց կցանկանամ հենց այս փառատոնի գլխավոր ազդեցության մասին խոսենք ձեր կարծիքով ինչ նշանակություն եւ ազդեցություն են թողնում հասարակության ամենատարբեր շերտերի վրա։ Կոնկրետ Մոսկվայում կայանալիք փառատոնի ամենակարևոր ազդեցությունը, որը մենք շատ մեծ հույս ունենք, որ կլինի, առաջինը հայատարաճանաչ լինելն է, որը պետք է մոտիվացնի մեր այնտեղ բնակվող ընկերներին, նախ իրենց երեխաներին սովորեցնել հայերեն տառերը։ Իրականում մենք շատ մեծ ցավ ենք ապրում, երբ հենց Մոսկվայից մեր ընկերները, բարեկամները, հարազատները գալիս են արձակուրդներին հայ Երևան ու դժվարանում են օրինակ մենյուում հայերեն ուտեստները կարդալը, որովհետև փոքրուց հենց գնացել են ռուսական դպրոցներ։ Մեր առաջին նպատակը մոտիվացնել այնտեղ բնակվող հայերին նախ հայերեն տառեր սովորել, հայերեն կարդալ սովորել, հայ հեղինակներին ճանաչել, ուսումնասիրել եւ երկրորդը ավելի կմոտեցնի հայկական մշակույթին, հայկական արվեստին, ավելի կամրացնի կապը արմատների եւ ընդհանրապես հայկական ամեն ինչի հետ։ Շնորհակալ եմ շատ ձեզ մեր տաղավարում տեսնելու եւ այս հետաքրքիր բովանդակալից զրույցի համար եւ մաղթում ենք ձեզ եւ ձեր փառատոնին հաջողություն։ Շնորհակալություն շատ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք մեր այսօրվա եթերը եւ իհարկե շնորհակալություն հայտնենք մեր գլխավոր գործընկերոջը Արփինետին այսպիսի հետաքրքիր զրույցներ եւ եթեր մեզ համար ապահովելու եւ իհարկե ձեզ ցանկանում ենք հետաքրքիր ու բովանդակ հանգստյան օրվա շարունակություն, կհանդիպենք։